հանքարդյունահանման ոլորտը ամենամեծ շարժիչ ուժերից մեկն է։ Դա հարկ վճարողների Հարկ ցուցակում վճարողների, առաջատարներն են։ աշխատատեղերի, չգիտեմ, պահանջվածության ու չի կարա այդ ոլորտի մեջ լինի փոքր աշխատավարձեր կամ փոքր գումարներ վաստակելու հնարավորություն։ Այստեղ կախված է թե ինչ տեսակի մասնագետ ես դու։ Լավ մասնագետը մեր ոլորտում շատ լավ կարա վաստակի։ Ես առհասարակ դա բոլոր դեպքերում եմ ասում, որ տպավորություն է օրինակ ուսանողի համար կամ մարդով նոր պիտի մասնագիտություն ընտրի, որ օրինակ կարող է լավ գումար աշխատի միայն IT-ում, բայց ես էլ կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում, եթե դու լավ մասնագետ ես, չգիտեմ, քարտաշ լինես, խաչքարերի վրա աշխատանք անես, վաճառքի մասնագետ լինես, թե դիզայներ, դու միևնույնն է կարող ես լավ Իհարկե, լավ վարձատրվել, եթե մասնագետը միշտ լավ իր տեղն ու դիրքը ունի իր ոլորտի շուկայում։ Ուսանողության մեջ կա թրենդ, որ պետքա մենք բիզնեսով զբաղվենք։ Մենք եկել ենք կրթվելու, որ ինչ որ մասնագիտություն ունենանք, որի հիման վրա կարողանանք բիզնես անել։ Այստեղ sense մի հատ իրար մերժող հարց կա։ Իմ պատկերացմամբ, եթե դու լավ մասնագետ ես, X ընկերությունում գնում ես աշխատանքի, դու նույն քո բիզնեսն ես անում առանց ռիսկերի, այսինքն դու քո գիտական հատվածը ինչ որ դու գիտես, քո կրթությունը, քո մտածելակերպը կոպիտ ասած շատ վաճառում ես տվյալ ընկերությանը։ Դա էլ քո բիզնեսն է։ Իսկ ով ասե, որ բիզնես անելու համար պետքա ունենալ, ասենք 5 ՍՊ կամ 1000 աշխատող։